ֆիքսենք մի պարզ իրողություն, որ այո, պետությունը չի կատարել իր պոզիտիվ պարտականությունը այն պայմաններում, երբ անձը գտնվել է իր վերահսկողության ներքո եւ ունեցել է պարտավորություն հոգալու անձի կյանքի եւ առողջության պայմանները, ինչը նաեւ մեկնաբանվում է կոնվենցիայի 2-րդ եւ 3-րդ հոդվածների ներքո, եւ այս իրավիճակում ունենք այն, որ այո, Սամվել Կարապետյանը պետության կողմից պոզիտիվ պարտականության բացակայության հետևանքով հայտնվել է վատ առողջական վիճակով եւ ինչպես նշեցին իմ գործընկերները, այո, դեռևս երբ Սամվել Կարապետյանը 2025 թվականի հունիսի 18-ից արդեն գտնվում էր կալանքի տակ, պաշտպանական կողմը փորձելով ամբողջական, լիարժեք իրավական օգնություն ցուցաբերել իր վստահորդին, ինչպես արվում է բոլոր փաստաբանական գործերով, մենք ինքներս նաև նշվեց, որ Սամվել Կարապետյանը չի դժգոհել երբևիցե առողջական վիճակից, այո, չի դժգոհել, սակայն պաշտպանական կողմը մշտապես սկսված դեռևս 2025 թվականի հունիսի 23-ից պարբերաբար 2 օրը մեկ, 3 օրը մեկ գրություններ է հասցեագրել, որպեսզի ապահովեն Սամվել Կարապետյանի պատշաճ բժշկական ստուգումները եւ մեզ մասնավորապես եկեք մի քանի հատ նշեմ եւ պետք է ասեմ, որ այո, այդ գրությունները ես ինքս անձամբ ներկայացրել եմ, որպեսզի ժամանակային առումով ավելի սեղմ իրավիճակում ունենանք այդ պատասխանը, քրեակատողական բժշկության կենտրոն, արձեռն խոսել եմ նաև այդտեղի աշխատակիցների հետ, մասնագետների հետ, ովքեր ինձ վստահեցրել են, որ շատ արագ կազմակերպելու են այդ հետազոտությունը եւ մինչ օրս 7 ամիս անց, ինչպես տեսանք, մինչ խափանման միջոցի փոփոխումը որևէ գործողություն տեղի չէր ունեցել եւ այո, հասկանում ենք, որ բժշկական կենտրոնը եւս կառավարվում է մեկ կետից եւ չի կատարում այն պարտականությունները, որոնք դրված են իրենց վրա, մասնավորապես չի հոգում անձի կյանքի եւ առողջության վիճակի հետ կապված համապատասխան գործողությունները։ Գրությունները մուտքագրվել են, պատասխանները եղել են նույնը, պատասխանները եղել են նմանատիպ, դրանից հետո մուտքագրվել են, կցվել են այդ գրություններին եւս լրացուցիչ բժշկական փաստաթղթեր, որպեսզի ապահովի, ավելին ասեմ, Սամվել Կարապետյանը երբ մեզ չէր թույլատրում, որպեսզի այդ չափ անհանգստացնենք այո այդ անձանց, մեր խնդրանքն է եղել, որպեսզի դիմումները մենք մուտքագրենք, եւ իզուր չի եղել, քանի որ ինչպես տեսնում ենք, այսօր ունենք այս իրավիճակը։ Ինչի մասին է խոսքը։ Եվ այո, պետք է նշել, որ Սամվել Կարապետյանին պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու արդյունքում վերջինս ունի առողջության վատթարացման վիճակ։ Եվ իսկ ինչ վերաբերվում է այն հանգամանքին, որ ինչպես նշեցին իմ գործընկերները, խափանման միջոցի փոփոխումը դա մեզ համար արդյունք չէ, դա մեզ համար որևիցե հաջողություն չէ, ես համարում եմ դա որպես այդպիսին չարիքի փոքրագույն այս պայմաններում, այսքանը։